Փաշինյանն է, լայնեզր գլխարկով, կարկանդակ ու կուկուռուզ ուտելով արդեն 2 օր է շրջում է Հայաստանի մարզերում։ Քարոզարշավ է անում։ Ուրիշ ժամանակ շրջում է 10 մեքենայով։ Այժմ կապույտ ավտոբուսով վրան գրված խաղաղություն։ Ինչ խաղաղություն։ 300,000 ադրբեջանցի ստեղ չի գալու։ Ստեղ գալու են ընդամենը 300,000 ադրբեջանի անձնագրերով թուրքեր են մտնելու ստեղ։ Պատմական հիշողությունը չի ջնջվում անգամ ամենագունեղ քարոզչական պաստառներով։ Քանի դեռ Ալիևան կներեք պիտի ասեմ զառանցում է կամ դիտավորյալ է անում, քանի դեռ ինքը շրջանառում է ուրեմն այսպես կոչված արևմտյան Ադրբեջան եզրույթը, ես չեմ կարծում, որ Ադրբեջանի հետ դա հնարավոր է։ Չեմ կարծում։ Վերապրածների համար այսօրվա քաղաքական օրակարգն ապտակ է։ Խաղաղության պայմանագիր ձևակերպումը լսելիս նրանք հիշում են անցյալի դասերը։ Պնդում են, առանց հանցագործությունների իրավական գնահատականի եւ թշնամու իրական դեմքը հաշվի առնելու ցանկացած թուղթ կեղծ է։ Իսկ իշխանության կարգախոսները նրանք ընկալում են որպես հրաժարում պատմական արդարությունից։ Ադրբեջանի հետ խաղաղություն հնարավոր չի, իրանք էլ Ադրբեջանի դու գիտակ պարող կառավարություն են։ Ինչքան շուտ հեռանան, այնքան մենք լավ կլինենք։ Հայ փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանի խոսքով Ադրբեջանի ձեռագիրը չի փոխվել։ Փոխվել է միայն մեր մոտեցումը։ Պատժի բացակայությունը հանգեցրել է նոր աղետների, որոնք այսօր փորձում են քողարկել խաղաղություն բառի ներքո։ Թուրքը ավելի ակտիվ է հորդորում ինչ որ արևմտյան Ադրբեջանի թեզ, որ ընդ որում արևմտյան Ադրբեջանը ինքը մատուցում է շատ նրբորեն, այնպես որ կարծես թե Հայաստանը երբևէ չի եղել։ Իդեպ, մինչ քարոզչական ավտոբուսները սլանում են մարզեր, զոհերի հիշատակը հարգողների շարքերում պաշտոնական այցելությունների պակաս կա։ Իշխանության վերնախավը նախընտրում է խոսել ապագայի մասին, շրջանցելով անցյալի պատմական հարցերը։ Առ այսօր նույն քաղաքականությունը Ադրբեջանի կողմից շարունակվում է։ Եվ անպատժելիությունը, ժխտողականությունը թե Հայաստանից դուրս, թե Հայաստանի ներսում լրացիչ վտանգներ, սպառնալիքներ են ներկայացնում, որ կարող են նման իրադարձությունները կրկնվել, ընդ որում Արցախի ժողովրդի ցեղասպանությունը եւ հայրենազրկումը ամենաթարմ օրինակն է, որը Սումգայիթից 30-35 տարի հետո է տեղի ունեցել։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։